Կորոնավիրուսը նորություն ունի, նոր շտամ է տարածվում, անունը Inbus։ Հնդկաստանում ու ասիական մի շարք այլ երկրներում է հայտնաբերվել, հասել նաև Միացյալ Նահանգներ։ Հիշենք, COVID-ի օմիկրոն ենթատեսակը, որի ալիքը կորոնակարանտինի վերջին փուլում եկավ, ավելի թույլ էր։ Այս նորը, այսպես ասենք, սրա ճյուղն է։ Ժամին հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից են փոխանցում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականով այն դիտարկվում է որպես մոնիտորինգի տակ գտնվող տարբերակ։ Այսինքն դա իրենից ենթադրում է, որ անընդհատ իրականացվելու է համաճարակաբանական դիտարկում, համաձայն նույն ԱՀԿ-ի գնահատականի, նաև համարում է հանրային առողջապահության համար վտանգ չներկայացնող, ինչպես նաև բնակչության առողջության համար լրացուցիչ ռիսկը գնահատվում է որպես ցածր։ COVID-19-ի առավել հաճախ հանդիպող ախտանշաններից են կոկորդի ուժեղ ցավը, սուր քերող, բայց միևնույն ժամանակ ուղեկցող թույլ հազով ու բնականաբար ջերմությունը, մկանային ցավը։ Ըստ էության այն, ինչ բնորոշ է սուր շնչառական բոլոր վարակներին, բժշկի պարզաբանումն է։ Առաջին հերթին խոճապի չմատնվել, հետևել պաշտոնական տեղեկատվության։ Իհարկե առաջինը դա պատվաստումներն են COVID-ի նկատմամբ, ինչպես նաև պահել անձնական հիգիենայի կանոնները, որոնք շատ կարևոր են այս պահի դրությամբ եւ ընդհանրապես շնչառական վարակների եւ COVID-ի կանխարգելման միջոցառումների համատեքստում։ COVID-ի դեմ պատերազմի վարակից պաշտպանվելու կանոններն ըստ բժշկի պարզ են։ Մասնագետն ասում է, պարզապես ինքնուրույն միջոցառումներ չնախաձեռնեք, հարկավոր է բժշկի դիմել։ Եթե ունեն ինչ-որ ախտանշաններ, թեկուզ շնչառական վարակին բնորոշ ուղղակի ախտանշաններ, չզբաղվել ինքնաբուժմամբ, չայցելել մարդաշատ վայրեր, որպեսզի հնարավորինս կանխել այդպիսի տարածումը, այս պայդրությամբ մաքուր օդում գտնվելը, եթե գտնվում են փակ տարածքներում, հնարավորինս օդափոխել այդ տարածքները, իրականացնել խոնավ մաքրում։ Նոր շտամը չկա, բայց ի թիվս այլ բազմաթիվ շնչառական վարակների մեր երկրում հիմա նաև կորոնավարակ է տարածվում։ Վերջին 2 շաբաթվա տվյալներով 9 հայտնաբերված դեպք կա, ինչը դրան նախորդած 2 շաբաթների համեմատ 5 դեպքով քիչ է։ Պատասխանատուները հանգստացնում են, իրավիճակը վերահսկելի է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։